Երևանում Ֆրանսիայի նախագահը առավոտ կանուխ վազքի է դուրս եկել։ Մինչև Մակրոնը շրջանը կավարտեր ու հետ կգար հանրապետության հրապարակ, հյուրանոցի տարածքում մարդիկ էին կենտրոնանում, սպասելով նրան։ Ֆրանսիայի նախագահը հասավ թե չէ, նրան առաջինը մոտեցավ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողի հայրն ու այս կարգավիճակով բոլոր ծնողների անունից իր ձեռքով նամակ փոխանցեց Էմանուել Մակրոնին։ Մինչև եվրապաշտոնյաները Երևան քաղաքական համայնքի գագաթնաժողովին կհասնեին, հիշեցնենք հայաստանյան շուրջ 30 իրավապաշտպան կազմակերպություն էլ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենին և Միության խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային էին նամակ հասցրել, կոչ անելով աջակցել Բաքվում ապօրինաբար պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակմանը։ Քաղաքասարակությունը շեշտել էր, որ նման աջակցությունը դառնում է ավելի հրատապ, հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնյաների խորապես անհանգստացնող հայտարարությունները, որոնք ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին վերադարձնելու մտադրություն նրանք չունեն։ Քաղաքասարակությունը բազմիցս վերահաստատում է, որ մարդասիրական հարցերի լուծումը դա վստահություն ստեղծող, վերականգնող միջոցառում է, առանց որի հնարավոր չէ հասնել խաղաղության։ Ընդ որում ժամանակային պատահական համընկնմամբ նույն օրը, երբ իրավապաշտպանները նամակ ստորագրեցին եւ Բրյուսել ուղարկեցին, Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև ընդունեց, Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով առանց հապաղման ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ պահվող մյուս անձանց, ինչը կօգնի վստահություն ձևավորել երկու ժողովրդի միջև։ Այսինքն, ըստ էության Եվրոպայի օրենսդիրը նաև արձանագրեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում սա դեռևս չլուծված խնդիր է, ապա նաև հաստատեց այն, ինչն իրենց նամակում պնդել էին հայ իրավապաշտպանները գերիների ազատ արձակումը վստահություն կձևավորի։ Այն, որ եվրոպական բանաձևը լարելու էր Ալիևի նյարդերը, դժվար թե հաշվարկված կանխատեսված չլինեին եվրապատգամավորները։ Ադրբեջանի իշխանություններն առաջին իսկ պահից ասլան կտրեցին ու կասեցրին օրենսդիր այս պալատի հետ իրենց համագործակցությունը։ Հետո նաև Ալիևը Երևան եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին տեսակապի ժամանակ հիշեց այս փաստաթուղթը, առաջնահերթ խոսքի իրավունք խնդրեց Եվրոպական խորհրդարանի նախագահը։ Ես կցանկանայի արագ արձագանքել, ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանը ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է։ ԵԽ բանաձևերն ընդունվում են մեծամասնության կողմից եւ դրանց արդյունքները գուցե անհարմարություն է ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը եւ այն դիրքորոշումները, որոնք որդեգրել ենք։ Եվրոպացիներն իրենց դիրքորոշումներից չեն հրաժարվում, իսկ անցնող օրերի երևանյան քաղաքական մեծ քննարկումների սեղանին Հայաստանը դրեց արդյոք այս հարցը։ Հրապարակային հայտարարություններ չեղան, իսկ փակ քննարկումներում փոխարտգործնախարարն ասում է, դրանք հստակ թեմատիկ ուղղություններով էին։ Մշտապես ամենաբարձր մակարդակով բարձրացնում են հարցերը, որոնք հումանիտար բնույթ ունեն, բայց նաև վերջին 2-3 տարիների փորձը ցույց է տվել, որ ադրբեջանական կողմի հետ երկկողմ բանակցություններն են էֆեկտիվ են եղել եւ ըստ էության արդյունք է տվել։ Փաստացի Երևանի հաշվարկներն այս տրամաբանությամբ են։ Հիմա իշխանությունները կենտրոնանում են ուղիղ բանակցությունների վրա, իսկ այդ մոտեցումն ըստ մասնագետների ենթատեքստում նաև ընդգծում է, որ նույնիսկ ամենաբարձր հարթակներից հնչող ձևակերպումները չեն երաշխավորել կոնկրետ արդյունք։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ 65 տարեկան այլևս չի կարող պատճառ լինել աշխատանքից ազատման համար։ Կառավարությունը առաջարկում է արմատական փոփոխություն քաղաքացիական ծառայության մասին օրենքում, վերացնելով պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքային սահմանափակումը։ Այսինքն, տարիքով պայմանավորված պետական համակարգից հեռացումները կդադարեցվեն։ 2023 թվականից աշխատանքային օրենսգրքից հանվել է այն դրույթը, որը թույլ էր տալիս աշխատանքային պայմանագիրը լուծել միայն տարիքի հիմքով։ Այժմ նույն տրամաբանությունը տարածվելու է նաև քաղաքացիական ծառայության վրա։ Արդյունքում աշխատանքային հարաբերությունները կարող են դադարեցվել միայն պայմանավորված անձի մասնագիտական կարողություններով, կատարողականով եւ արդյունքահեն գործունեությամբ։ Հիմք է ընդունվել այս փոփոխության համար նաև ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 24-40 թվականների ռազմավարությունը, որով նախատեսված նպատակներից է ակտիվ, առողջ եւ արժանապատիվ ծերության պայմանների ապահովում։
Հայաստանում այսօր կան կազմակերպություններ, որտեղ գործատուները անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերը ձևականորեն փոխում են ժամկետային 1 տարի, 6 ամիս կամ 2 տարի, բարձրաձայնում է օրենսդիրները։ Աշխատակցին երբեմն համոզում են կնքել դրանք առաջարկելով բարձր գումար կամ խոստանալով 1 տարվա աշխատավարձ, միայն թե պայմանագիրը ավարտվի եւ այլ պարտավորություններ չունենան։ Ֆիքսենք, որ բոլոր այն դեպքերում, երբ գործատուն աշխատակցին կենսաթոշակային հիմքով աշխատանքից ազատելու համար դիմում է ներկայացնում կամ պայման, ապա պետք է նշել, որ նրանք արդեն օրենքով կարգավորումը, այսպես ասենք, թանկով վաճառում են աշխատակցի վրա կամ որպես լավություն են մատուցում դա աշխատակցին, դարձյալ հողում անելով աշխատանքային օրենսգրքին, որտեղ պարզապես նման կարգավորում չկա։ Աշխատանքային օրենսգրքում մենք ամրագրել ենք, որ կենսաթոշակային տարիքը հիմք չէ աշխատանքային պայմանագիրը լուծարելու համար։ Ճիշտ եմ հասկացել։ Այո։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության մեխանիզմներին։ 2024 թվականի փորձը ցույց տվեց, որ միգրանտների կողմից աջակցության համար դիմումների ներկայացումն ու գումարների ստացումը բարդ է եւ ոչ արդյունավետ։ Աջակցությունը ելի շարունակելու են ստանալ միգրանտները, սակայն ընկերությունների միջոցով, այսինքն ընկերությունները ստանալու են եւ փոխանցեն իրենց մոտ աշխատանքի ընդունված միգրանտներին։ Նաեւ հստակեցրել ենք շրջանակը, որովհետեւ կան ընկերություններ, որոնք Հայաստանում երկար տարիներ աշխատում են, հարկեր են վճարում, սակայն Հայաստանի ոչ ռեզիդենտ են եւ իրենք զրկված էին պետական աջակցություն ստանալու հնարավորությունից, այս մասն ենք հստակեցրել։ Խորհրդարանը այսօր դրեց քվեարկության թանկարժեք զարդերի հարկման տրամաբանության փոփոխություն ենթադրող օրենսդրական փոփոխությունները։ Ըստ այդմ ավելացված արժեքի հարկը գանձվելու է միայն զարդերի վրա կատարված աշխատանքի, ոչ թե հումքի արժեքից։ Արդյունքում բարձր գնով ձեռք բերված թանկարժեք մետաղն ու քարն այլևս էականորեն չեն ազդի զարդի վերջնական գնի վրա, ինչի արդյունքում հայկական պրոդուկտը կդառնա ավելի մրցունակ միջազգային ու տեղական շուկաներում։ Մարտի սկզբից Իրանը փակեց Հորմուզի նեղուցը ու դրա տնտեսական ու էներգետիկ հետևանքները շարունակվում են մինչև այսօր եւ ինչպես փորձագետներն են կանխատեսում դեռ երկար ժամանակ կպահպանվեն։ Իրավիճակի շուտափույթ հանգուցալուծում չի կանխատեսում նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ու իր որոշումները կայացնում է ըստ իրավիճակից բխող տարբեր սցենարների։ Հերթական անգամ կենտրոնական բանկի խորհուրդը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այն սահմանելով 6.5% ու տարածաշրջանային նման անորոշության պայմաններում սա բավականին կայուն ցուցիչ է։ Մանավանդ այն դեպքում, երբ Հայաստանի գործընկեր երկրները նույնպես դեռևս չեն իջեցնում տոկոսադրույքները։ Հարկաբյուջետայինը, որը արտաքինից կախված չէր, մեր մոտ ավելի ու ընթացքը ֆիսկալ թվերի ցույց են տալիս, որ հնարավոր է, որ դեֆիցիտը ավելի մեծ չլինի, քան նախատեսվել, նույնիսկ կարող է ավելի փոքր լինել։ Իրանում պատերազմը հարված հասցրեց նաև դեպի արևելք զբոսաշրջային հոսքերին։ Դեռ պատերազմի մեկնարկին կանխատեսումներ կային, որ շատ զբոսաշրջիկներ իրենց ուղղությունը արևելյան երկրներից կարող են փոխել Հայաստան։ Վիճակագրական վերջին տվյալներն էլ փաստեցին, որ զբոսաշրջային հոսքերը դեպի մեր երկիր ավելացել են, որքան էլ տարօրինակ հնչի տարածաշրջանի անկայուն վիճակը որոշակի դրական տեղաշարժեր է բերել Հայաստան։ Կապիտալի հետ կապված մենք պորտֆելային ներդրումների մասով միջազգային ներդրողների հետ կապված, ինչպես պետական արժեթղթերում, ֆինանսական համակարգի միջոցով եւ նաեւ ուղղակի իրական հատվածի մեջ նման դինամիկա մենք տեսնում ենք։ Այդ դինամիկան նոր չի ակտիվացել հենց կոնկրետ Հորմուզի այս պատմությունից հետո, բայց մեր ռիսկի հավելավճարը, որ մենք ասում ենք նպաստավոր ենք տեսնում, մենք տեսնում ենք, որ տոկոսադրույքների այս պայմաններում ներհոսք կա, շարունակում է։ Վերջին շրջանում պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցները հաճախ են դեպի Հայաստան կանխիկ գումարի, մասնավորապես ռուբլու ապօրինի տեղափոխման դեպքեր բացահայտում։ Ընդ որում խոսքը բավականին մեծ գումարների մասին է։ Կենտրոնական բանկի դիտարկումների համաձայն նման դեպքերը ճնշում են փոխարժեքի շուկան, ինչի հետևանքով էլ մեր շուկան մշտական արժևորման ուղղությամբ է գնում։ Թեև բացահայտումները վերջին շրջանում ավելացել են, բայց կենտրոնական բանկում արտառոց որևէ բան չեն նկատել, միշտ էլ նման դեպքեր գրանցվել են։ Մեր մակրո թվերի մեջ մենք մեծ փոփոխություններ չենք տեսնում։ Մեր մոտ կա տրանսֆերների աճ,
Կանխիկը ցավոք սրտի ժամանակ առ ժամանակ մենք դիտարկում ենք հարցումների միջոցով, մենք այդ հարցումներին վերադառնալու ենք, հավանաբար ամռանը կամ մոտակա ապագայում էլի կանենք հարցումներ հասկանալու համար կանխիկի դինամիկան ոնց է փոխվել։ Իդեպ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ասուլիսին զուգահեռ ազգային ժողովում Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցներ քննարկվում։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնի համար առաջադրել էր գործող նախագահ Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Նիստի արդյունքներով Մարտին Գալստյանը վերընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ Մայիսի 5-ին Աբովյան Ձորախբյուր ճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են 28-ամյա Ռաֆիկի Լադան եւ 38-ամյա Աստինեի Նիսանը։ Բախման հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե պատնեշին ու ծառին։ Երկու հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ դաշտի բարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատիրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղյանի եւ վաշտի հրամանատար, երկրորդ վաշտի հրամանատար օրապատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։ Մայիսի 4-ին 25-ամյա Կարենը Միցուբիշի Պաջերոյով Հարթավան Քուչակ գյուղերի միջանկյալ ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին, գլխիվայր հայտնվել դաշտով անցնող երկաթե խողովակի վրա։ Մեկ հոգու օպերատիվորեն ժամանած Ապարան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է Ապարան բժշկական կենտրոն։ Վարորդը սթափ է եղել։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Արագածոտնի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։ Նույն օրը Գայի Պողոտայից դեպի Աճարյան փողոց տանող հատվածում բախվել են 61-ամյա Տիգրանի Toyota Camry եւ 52-ամյա Նարինեի Mazda CX-5-ը։ Վերջինը բախվել է բետոնե պատնեշին, մասամբ հայտնվել դրա վրա ու բախվել ծառին։ Տեղում էին ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի երկրորդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Վարորդները եղել են սթափ։ Լոռու մարզում է Փամբագետն է դուրս եկել ափերից, ողողել ամբողջ տարածքը ավերածություններից բացի նաև անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար։ Տեսախցիկի առաջ խոսել չցանկացող վանաձորցիներն են պատմել, որ գետի հունի վրա ինչ-որ ռեստորաններ են կառուցվել։ Մի ահռելի տարածք, որտեղ նաև մարդիկ են աշխատում, հիմա արդեն ինչքան ժամանակա չեն կարողանում գործունեություն ծավալել, քանի որ Փամբագետի բարձրացման պատճառով, հունից դուրս գալու պատճառով տեսնում եք ահռելի տարածք ամբողջությամբ լցված է ջրով։ Ավտոն կանգնավ, չի կարող մարդը շարժվի։ Էսա։ Փամբագետը կործանումից պետք է փրկեն, ասում են բնակիչներն ու ավելացնում, որ տևական ժամանակ է հետը մեծաթիվ տեխնիկայով մաքրվել է աղբից, բայց դա հարցի լուծում չէ։ Ինչքան աշխատող կաստ է, կլեն էլի մարդիկ մի պարապուրդ են մատնվել։ Հապա 4-5 ընտանիք Շրջակա միջավայրի նախարարին են դիմում Լոռու մարզպետին, Վանաձորի քաղաքապետին ու ջրային կոմիտեի նախագահին։ Օր առաջ քայլեր են պետք, որպեսզի ոչ միայն բնությունը փրկվի, այլև մարդիկ կարողանան անվտանգ տեղաշարժվել։ Մի քանի անգամ այս մասին տեղեկացրել են Լոռվա մարզպետարանին, պատասխանատուներին, սակայն մինչև այսօր ոչ մի աշխատանքներ չի իրականացվել, որ գոնե գան, տեսնեն ինչ են անում, պարտավորեցնեն այդ ռեստորանային համալիրների սեփականատերերին, ասեն այո, այստեղ լոդկա պետք է ունենաս, որ մտնես։ Մայիսի 4-ին էլ Սոտք գյուղով անցնող Սոտք գետն է վարարել, դուրս եկել ափերից, ողողել մի քանի տների բակեր, հողամասեր, լցվել նկուղներ։
Փրկարարներն ու պարեկներն են գործի անցել գյուղացիների հետ տարբեր հատվածներից առուներ են փորել ջրի հոսքը ապահովելու համար։